Գյումրիում հետընտրական գլխավոր հարցն այն է, թե արդյոք ընդդիմադիր ուժերը կմիանան ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր տեխնացուի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ։ Հավաքանի անցած ընդդիմադիր 4 ուժերից 2-ը արդեն հայտարարել են Ղուկասյանի միանալու մտադրության մասին։ Այժմ միանան Գյումրիում աշխատող իմ գործընկեր Էդգար Ղուշչյանին։ Բարի օր Էդգար, այս պահին ինչ է կատարվում հետընտրական հնարավոր միավորումների մասին, ինչ խոսակցություններ կան Գյումրիում, ինչ նորություններ կան։ Բարի օր Ծովինար, ինչպես արդեն ասացիր, ընդդիմադիր երկու ուժերի տեխնացուներ արդեն հայտարարել են, որ միանալու են ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները հավաքած Վարդան Ղուկասյանին։ Այդ մասին հայտարարել են իմ հզոր համայնք կուսակցության տեխնացու Ռուբեն Մխիթարյանն ու Մայր Հայաստան դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք նման հայտարարություն կանի մեր քաղաքը դաշինքի տեխնացու Մարտուն Գրիգորյանը, որը իր 16% ձայնով ամենաշատ քվեները ստացած երկրորդ ընդդիմադիր տեխնացուն է։ Հայտնի է, որ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի անձնական հարաբերությունները մեղմ ասած լավ չեն, սակայն նրանք երկուսն էլ ընտրաշավի ընթացքում հասկացրել են, որ անձնական խնդիրները չեն խառնում քաղաքական պրոցեսներին։ Նրանք երկուսն էլ բացառել էին հնարավոր կոալիցիան իշխող ուժի հետ։ Մասնավորապես քվեարկության օրը Մարտուն Գրիգորյանը պատասխանելով հնարավոր միավորումների մասին հարցին հայտարարել էր. «Մեջբերեմ, ընդդիմադիրները այդ հարցի շուրջ համաձայնության կգան ու այնպես կանեն, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չլինի»։ Վարդան Ղուկասյանը իր հերթին ԿՊ-ի հետ միավորվելու հնարավոր հարցին կտրուկ պատասխան էր տվել. «Մտներիցդ հանեք, որ ինձ պես տղեն միանա Արցախ հանձնողներին, ուրեմն իմ արյունը սուտ է։ Ես հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս էլ կտրվի, ձեռքս էլ կտրվի»։ Քաղաքապետի ընդդիմադիր տեխնացուները այսօր դեռ տեսախցիկների առաջ չեն հայտնվել։ Ընտրական լարված գիշերից հետո նրանց ընտրական շտաբները առավոտյան դեռ փակ էին։ Առաջիկա ժամերին սպասում ենք, որ տեխնացուները կշփվեն լրագրողներից հետ։ Մոտ 1 ժամ առաջ Facebook-ով հայտարարություն էր տարածել ԿՊ տեխնացու Սարիկ Մինասյանը, վստահեցնելով մեզ տրված քվեները չեն փոշիացվելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին։ Ծովինար, հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել հետընտրական Գյումրու քաղաքական պրոցեսներին, նոր զարգացումներ, նոր իրադարձություններ լինելուն պես կմիանանք մեր հաջորդ թողարկումներին։ Ծովինար։